վարչությունն ճիշտ եմ ասում, թե ինչ է ստեղծում, թե հանձնաժողով։ Հանձնաժողովը երբ որ ստեղծում է, օրինակ մենք տեսանք դատախազության դիմաց քաղաքացիներ էին, որոնք տուժել էին հենց խաբեության զոհերին դարձել կիբերհարձակողության պատճառով։ Արդյոք այս հանձնաժողովը զբաղվելու է նաև նրանց հարցերով եւ հանձնաժողովը արդեն կազմը հաստատելուց հետո, այսինքն հետադարձ ունենալու է այն խնդիրները, որ եղել են, դրանց անդրադառնալու է թե ոչ։ Դուք չթողեցիք նախ, որ պատասխանեմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Եթե կարճ ոչ, բայց հիմա փորձեմ մանրամասնել։ Կիբերանվտանգության մասին օրենքի, հանրային տեղեկությունների մասին օրենքի եւ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքի կարգավորման ենթակա հիմնականում հանդիսանալու են կրիտիկական համարվող ենթակառուցվածքները, էներգետիկայի ոլորտ, ջրի ոլորտ, հեռահաղորդակցության ոլորտ եւ այսպես շարունակ, այսինքն օրենքով սահմանվել են կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք նախ եւ առաջ պետք է պաշտպանվեն պետություն մասնավոր համագործակցության արդյունքում եւ կենսական ծառայությունները։ Այսինքն այս նոր մարմինը գալիս է ձևավորելու կարողություններ, ունենալու է մանդատ կիբերպաշտպանական գործողություններ իրականացնել այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգի նկատմամբ, ինչպես նաև կիբեր հարձակումների պարագայում նաև կենթարկվեն այդ հարձակումներին, նաև կրիտիկական ենթակառուցվածքները, անկախ նրանից դա պետական սեփականություն է, թե մասնավոր հատված։ Եթե մասնավոր ընկերությունները, բիզնեսը շահագործում է կրիտիկական ենթակառուցվածք, բանկային ոլորտը, հեծը, ջրային ոլորտը եւ այսպես շարունակ, ապա այստեղ այս կառույցը մասնավոր հատվածի հետ համատեղ ջանքերով պետք է չեզոքացնի կիբերհանցագործության հնարավոր հարձակումները, իսկ հարձակումների արդեն իսկ արկայության պարագայում նվազեցնի դրանց հետևանքները։ Ինչ վերաբերում է ձեր հնչեցրած հարցին, ապա պետական կառավարման համակարգում կան այլ գերատեսչություններ, ազգային անվտանգության ծառայությունը, նաև կիբերհանցագործությունների համապատասխան ստորաբաժանումը ներքին գործերի նախարարությունում եւ այսպես շարունակ կոնկրետ այս մարմինը այլ գործառույթներ եւ այլ մանդատ է ունենալ։ Օրինակ լրատվամիջոցներին օգնելու խնդիր կունենաք, թե ոչ օրեր առաջ բոլոր ՍԼՄ-ները գրեթե առաջատար չէին բացում, սերվերը չէր աշխատում, ինչ որ կիբերհարձակման խնդիրներ առաջացել։ Այս դեպքում լրատվամիջոցներին որևէ կերպ դուք օգնելու եք, թե ոչ։ Ինչի՞։ Պետությունը պիտի օգնի, բայց ոչ այն մարմինը, որը ձևավորվում է, որովհետև ԶԼՄ-ները չեն հանդիսանում կրիտիկական ենթակառուցվածք կամ կենսական ծառայություն։ Այս իմաստով եւս մեկ անգամ ուզում եմ հստակ լինի, նաեւ հանրության մոտ հստակ լինեն այն ակնկալիքները, թե ինչով պիտի զբաղվի այս մարմինը, այսինքն գոյություն ունեն այլ կառույցներ եւ բնականաբար հասցեատերը ես չեմ այս մասով, որտեղ պետությունը բնականաբար պիտի հստակ գործողություններ իրականացնի, պաշտպանելու նաև ԶԼՄ-ներին։ Սակայն կրկնում եմ, որպեսզի ճիշտ ակնկալիքներ ձևավորվեն, հետագայում նաև մեզ հնչեն հարցադրումներ, որոնք պիտի բխեն մեր գործառույթներից, այս մարմինը հիմնականում հենց այն գործողություններով է զբաղվելու, որ արդեն միջազգային փորձի հետ կապ ունի։ Փաշինյանը բոլոր ԿՊԱ-ականներին հրավիրել համալիր հանդիպման վաղը։ Եվ նաև ԿՊԱ-ականներին։ Ենթադրում եմ վաղը պարզ կլինի։ Առաջարկում եմ, հա, ես ներկայ եմ լինելու, առաջարկում եմ, այո, կա առիթ, վաղը կիմանանք այդ մասին։ Բայց ինչու է գաղտնի պահվում։ Չեմ կարծում, բայց ճիշտ եմ համարում, որ վաղը հնչեցվի այդ մասը։ Ասվել է, որ մենայն մեռածները կարող են չգան, բոլորը մեկ մարդու պես պետք է ներկա լինեն։ Ինչ կարևորություն այդքան ունի։ Մեկնաբանություն չունի։ Այսինքն բոլոր ԿՊԱ-ականները լինելու են պետական աշխատողների հետ կապ ունի սա, թե ինչ է, նախընտրական հավաք է, ինչ է լինելու։ Վաղը հստակ այդ մասին հայտարարություն կլինի։ Բաց հանդիպում է լինելու, պարոն Հայրապետյան, մենք կարող ենք գալ լուսաբանել։ Չեմ, տեխնիկական հարցերին չեմ տիրապետում, ենթադրում եմ
նպատակահարմար կլինի վարչապետի աշխատակազմին այդ հարցերով դիմել։